Ես Նեկտար Սահակյանն եմ, ուսուցիչ, մանկավարժ, նկարիչ նաև, ծնվել եմ Ներքին Գետաշեն գյուղում, Գեղարքունիքի մարզի, այստեղ անցել իմ լավագույն օրերը կարելի ասել, մի քանի տարի մենակ ուսանող եմ եղել, հետո վերադարձա գյուղ, ճիշտ ասած երազանքս է նկարիչ դառնալ, բայց հիմա էլ նկարում եմ, հետո հիմա հասկանում եմ, որ պարտադիր չէ մենակ հատուկ նկարիչ դառնալ, որոշեցի ոչ միայն զբաղվել նկարչությամբ, այլ նաև երեխաներին սովորեցնել։ Երբ վերադարձա գյուղ, ուրիշ աշխատելու վայր չկար, մենակ դպրոցներ մտա, դպրոց, ասեմ մի քանի տարի է, կաշխատեմ դուրս կգամ, որտեվ դպրոցը չեմ սիրել, բայց երեխաներին սիրել եմ, երեխաներին շատ եմ սիրում, ու այդ ընթացքը երեխաներին սովորեցնելու ամեն ինչը քիչ-քիչ մոտեցրեց մանկավարժի կոչմանը։ Հիմա էլ միջև հիմա էլ արդեն երկար տարիներ աշխատում եմ դպրոցում եւ երեխաների հետ միասին նկարում եմ։ Իրենք իրենց են սովորեցնում, ես էլ երևի իրենց։ Դրանից է որ երբեմն իմ նկարներին նայում են, ասում են ոնց որ երեխայի նման նկարես։ Ես չգիտեմ, իրենցից եմ սովորել, թե իրենք են իրենից սովորում, տարբերություն չկա։ Երբ երեխեքի ցուցահանդեսներ ենք բացում Երևանում, իդեպ ասեմ մենք ցուցահանդեսներ բացում գեղագիտական կենտրոնում, երբ կենթաների Հենրիկ Եգիթյանը երեխաների ցուցահանդեսը բացեցինք եւ շատ ցնցող ցուցահանդես էր, զարմանալի էր, որ գյուղի երեխաները կարողանում են այդպես գեղեցիկ, անկեղծ նկարել եւ իմ երեխաների նկարները երևի գուցե ինձնից եկել տարբերվում են մյուս բոլոր տեղերի երեխաների նկարներից։ Իմ կոչումը մանկավարժը դարձրեցի եւ ճիշտ ասած ընկա երեխաների հետևից ինչքան ցուցահանդեսներ լինում են եւ դրսում իհարկե ցուցահանդես մրցույթներ եւ արտասահմանում եւ Հայաստանում որտեղ ասես լինի մասնակցում ենք եւ մշտապես երեխաները հաղթում են մեր դպրոցի եւ մեր գյուղի փառքն է եթե ճիշտ վերցնենք մեր դպրոցի երեխաների խմբակի սաները ես էլ նկարում եմ Շատ եմ սիրում նկարել, ափսոս ժամանակը շատ քիչ է լինում, որտեղ դպրոց այդ ամբողջը մի քիչ ժամանակը շատ է խլում, բայց աշխատում եմ իմ 24 ժամից գոնե մի քանի ժամ օրական տրամադրել նկարելուն։ Նկարել եմ Մարտունու պատկերասրահում հետ, բացել եմ մի 2-3 հատ ցուցահանդես եմ բացել եւ երևի սահմանափակվել եմ դրանով։ Չեմ մասնակցում ցուցահանդեսների, ոչ մի բանի չեմ մասնակցում եւ ժամանակի առումով երևի այսպես է ստացվել բայց նկարում եմ փոքրուց նկարել եմ ինչ պատահի հիշում եմ երբ ծնողներս կոպեկներ էին տալիս ինչ-որ դպրոցում մի բան գնել ուտելու բանի համար դրանք հավաքում են եւ իմ համար ներկեր է առնում միշտ իմ երազանքն է եղել նկարել եւ հիմա էլ ինչ լինում է ուրիշ ոչ մի բան է իմ միջոցներն ընդհանրական ծախսում եմ իրան ներկեր նկարներ կտավներ անելու համար շատ եմ սիրում իմ օրը կիսատ է իմ օր դատարկ է թվում եթե ես նկար չանեմ այդ օրը նկարում եմ տարբեր թեմաներով բայց հիմնականում գյուղական թեմաներով նկարում ինչ որ հանկարծ ինչ որ բանից հուզեց ինչ որ բան մտավ գլխիս սրտիս մեջ անպայման վերածում եմ նկարի իհարկե հիմնականում նկարում եմ հիշողությամբ պատկերացմամբ երբեմն պատտվում եմ գյուղում տարբեր վայրեր եմ գնում այդ տպավորությունը որ կա ստացում է նկարում եմ նկարի է վերածում անպայման գնացինք Արցախ մի քանի անգամ շատ հետաքրքիր հուզիչ էր շատ յուրօրինակ բնություն ուներ հիշողությամբ նկարեցի մի քանի նկարներ նկարեցի Հայաստանի տարբեր վայրերում շատ եմ լինում տարբեր տեղեր հնարավորության դեպքում եւ գնում եմ ինչ որ բան հուզում է ինձ ինչ որ բան բնության տեսարանները մարդիկ ինչ որ անպայման նկարի է վերածում ամառը դրսում եւ եղանակը տաք է իսկ ձմեռը ներսում մի կերպ իհարկե ցուրտ է, բայց էլի նկարում եմ։ Իհարկե բնական է, այդ ցուրտ ժամանակ այդքան շատ երկար լավ նկարներ չեմ կարողանում անել։ Հետո նկարները հավաքվում են, մեկ էլ ինչ-որ բան դուրս չի գալիս, ցուրտ է եղել, ուշադիր չեմ եղել, հավաքում է, ամառը գալիս է, տաք է եկնում է, սկսում եմ վրանց նորից աշխատել։ Այդպես նկարները կիսած շատ են լինում, ափսոսում եմ, բայց էլի շարունակում եմ, ավարտում եմ բոլորը։ Նկարները հավաքվել են, բազմաթիվ նկարներ, պատերից եմ կախում, ուրիշ տեղ տալու եմ, բայց էլ տեղ չունեմ դասավորելու։ Ամենահետաքրքիրը
ես երկար ժամանակ աշխատել եմ Հենրիկ Եգիլցյանի հետ, հիմնականում երեխաների հետ կապված էր, հետո մի անգամ էլ մերոնք համոզեցին, բա դու այդքան նկար ես տանում երեխեքին ցույց ես տալիս, երեխեքին նկարներ բան, մի անգամ էլ քո նկարները տար, դե բնական է, տարա, շատ հետաքրքիր է, նայեց, դե տարբեր ոչի նկարներ, նույնիսկ абստրակտ նկարներ կային, առանձնացեց, ասավ, արի մի բարեկամ, ձեռքը գցեց ուսովս, ասավ, նկարները շատ լավ են, բայց արի ես абստրակտը մի նկարի, абստրակտը քո գործը չէ, աշխարհ այնքան է նկարում, դու նկարի գյուղը, դու գյուղի մարդ ես, գյուղը զգում ես, գյուղը քո հոգին է, քո ամեն ինչն է, ինքը երևի զգաց, ասավ գյուղական թեմաներով կնկարես, մենակ այդ թեմաներով, ասավ այսօրվանից կլես իմ աշակերտը, ափսոս, մի տարի հետո էլ չկար ինքը, ու այդպես երևի ես իմ այսքան տարի արդեն ինձ զգում եմ իր աշակերտը երևի մնաց այդ աշակերտ ուսուցիչը երևի ինքը մեծ ուսուցիչ էր մի բան երկու բան կասեր ու դու անմիջապես կհասկանայիր իրեն ինչ է իր ուզածը շատ մեծ մարդ էր ու այդ հուշեր իր հետ կապված շատ ուրիշ են ես չեմ կարողանում մոռանալ անդադ հիշերուց հուզում եմ, անդադ մի բան որ լինում եմ, Մարիամի հետ խոսում ենք, անդադ հիշում ենք ինչպես է նայում նկարներ, ինչ խորհուրդներ է տալիս, մեծ մարդ էր։ Նկարիչը ինձ դուր է գալիս իր մարդկային կերպարով։ Բնական է, եթե լավ նկարել անում իհարկե, առանց դրա չլինի, բայց եթե մարդը նկարիչը, արվեստագետը մեծ մարդ է, իմ համար սիրելի է։ Մեր գյուղը այն ժամանակից էլ աչքի ընկել մի բանով, մարդը նյութականը բարելավելու համար գնացել է Ռուսաստան։ Այսպես անկեղծ ասենք, եւ իմ նախնիները մենք մոտավորապես 200 տարի առաջ ենք եկել Արաշկերտից, այն ժամանակ էլ ընդեղից հետ գնացել են այլ տեղեր, Թիֆլիս են գնացել, Ստամբուլ են գնացել, ինչ որ տենց փող աշխատելու գալուց տեղ մեր մոտ զարգացման հեռանկարները շատ կան, որտեղ նյութապես չեմ ասում շատ հարուստ, բայց կան նյութական ունեցող մարդիկ կան, կարող են գյուղը շատ զարգացնել։ Ամեն ձևով ես այսպես եմ մտածում մշակույթը զարգացնեն։ Մշակույթով մենք շատ բանի կարող ենք հասնել։ Մենք փաստորեն այստեղ ոչ գործաներ կարող են սարքել, դրանք ռեալիստական չէ, որ ասեմ, այսպես 100% մենք կարող ենք այսպես զարգացնել, չէ, հնարավոր չէ, բայց մշակույթի զարգացումը, եթե բարձր լինի մարդը, տուրիստական վայր կարող են դարձնել, բայց ես հույս չունեմ, որ ասենք այստեղ կարող են ինչ-որ գործաներ լինեն, ինչ-որ բան, հզոր, ինչ-որ հզորանը, դա ուտոպիա է։ Մենակ, եթե այստեղ մենք սովորեցնենք այդ ամեն ինչը, ասենք մշակույթով, ձեռքի աշխատանքով, ստեղծագործականը, գուցե չեմ ասում 100%-անի, բնական էլի չեմ ասի, բայց գուցե ես այսքան եմ մտածում, այս ձևով եմ մտածում, գուցե հնարավոր լինի, որտեղ մարդիկ բարեկեցիկ են մեծամասամբ ապրում։ Ված չեն ապրում, շատ է ուզում գնալ, բայց սիրադրությունների հետ կապված ես մտածել այսպես, իսկ ինչու գյուղում չնկարես, ինչ տարբերություն Երևան ես գնացել, ժամ ու 20 րոպեի ճանապարհ, ինչ տարբերություն Երևանում ես թե գյուղում ես, կապ չունի դա, հետո մտածել չէ, իմաստ չունի Երևան գնալ։ Այստեղ շատ լավ է, այստեղ ավելի շատ հնարավորություն ունես, ազատ ես, եթե ուզում ես գնաս Երևան, ինչի համար գնաս, հա դու կարող ես ազատ ժամանակ գնաս նկարիչների հետ հանդիպես, ցուցանեցներ, ամեն ինչ նոր կա, նայես վեր գնաս գաս, շատ եմ դե, այդպես եմ անում միշտ էլ, բայց իմաստ չեմ գտնում հիմա քաղաք գնալու մեջ, այ Երևանը չէ, Հայաստանը չէ, ուրիշ տեղ գնալ, եթե այ հնար լիներ, գնալ ուրիշ տեղեր, ուրիշ երկրներ, որտեղ բան այդ փողը կալ այսպես ամեն ինչի հիմքը փողն է փաստորեն ցուցադրությունները վաճառքամ ինչը կենտրոններ կան հատուկ որոնք կազմակերպում են ցուցանեցեր են կազմակերպում ամեն ինչ կարելի է այդտեղ գնալ տեսնել հնարավորության սամեն իմանալ ինչպես են անում ինչ ձևով են անում ցուցադրվում են այդ շատ կներեք բան նկարիչը ստեղծում է ստեղծագործում է նկարը պատից կախեցի հետո ես կուզենամ ուրիշներն էլ տեսնեն ոչ թե 1-10-20 հոգի գյուղի երեխեք ասենք ան երեխեք անդադ գալիս են կեսակեն նկարներ ցույց եմ տալիս ամեն ինչ բայց մենակ գյուղով չի սահմանափակ ոչ էլ Հայաստանում չեմ գտնում որ Հայաստանը կարող է այնպես զարգանա այնպես մակարդակ ձեռք բերի որ դու դա ճիշտ ասած դրսում կարելի է մենակ իսկ հիմա բազում կենտրոններ կան երկրներ կան որոնք բարձրացնում են զարգացնում են արվեստը շատ տեղեր կան, չասեմ էլ որ տեղերը բոլորն էլ գիտեն։ Ուղղակի բոլոր նկարիչների երազանքն է ցուցադրել դրսում
որտեղ այնտեղ վաճառքի հնարավորություն կա, գնորդներ կան, իսկ այստեղ չկա դեպսան։ Չնայած իմ գնորդները ստեղից են եղել։ Այսքան